Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրի և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերությանը, նշել է Կոբախիձեն։ Նա Իրանի ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։ Ես չէի ցանկանա, որ Վրաստանը հայտնվեր այնպիսի իրավիճակում, ինչպիսին այսօր Ուկրաինան է։ Մեր կառավարությունն ամեն ինչ անում է նման իրավիճակ թույլ չտալու համար, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Մակա Բոջորիշվիլին վրացական երազանքի քաղաքականությունը որակել է պրագմատիկ, նշել պետական շահերի հիմքը նախ եւ առաջ երկրի անվտանգությունն ու խաղաղությունն են։ Բոջորիշվիլին անդրադարձել է նաեւ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին, ընդգծել երկիրը պետք է պատրաստ լինի դրան, ուստի անհրաժեշտ է ամուր տնտեսական հիմք։ Նախարարի խոսքով հենց դրան է ուղղված Թբիլիսիի տնտեսական քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ հենց Եվրամիության ներսում կոնկրետ հարցերի շուրջ միակարծություն չկա։ Բոջորիշվիլի խոսքով Վրաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է, ուստի քաղաքակրթական ընտրության խնդիր չկա։ Եվրամիությունը հանել է Վրաստանում գտնվող Կուլևի նավթային տերմինալը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթից։ Այդ մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլուն ուղղված նամակում հայտնել է պատժամիջոցների հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դեվիդ Օ'Սալիվանը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր ռուսական ստվերային նավատորմի սպասարկման պատճառով վրացական Կուլևի նավահանգիստը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ցանկում։ Ըստ ԵՄ փաստաթղթերի տերմինալն օգտագործվում է նավթի և նավթամթերքների փոխադրման համար արգելքների շրջանցման բարձր ռիսկային սխեմաների կիրառմամբ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել էր, որ Կուլևիի նավահանգիստը Թբիլիսիի համար ռազմավարական նշանակություն ունի և կոնկրետ հարցերի շուրջ իշխանությունները պատրաստ են խորհրդակցություններ անցկացնել ԵՄ ներկայացուցիչների հետ։ Անկարան հայտնել է, որ Իրանից արդեն երկրորդ անգամ բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության տվյալով ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են հրթիռը Թուրքիայի օդային տարածքում։ Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի չբնակեցված շրջաններում, զոհեր և վիրավորներ չկան։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։ Միևնույն ժամանակ թուրքական կողմը նախազգուշացրել է, որ երկրի տարածքին սպառնացող ցանկացած վտանգի դեմ վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում գտնվող Մալաթիայի նահանգում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Պատրիոտ զենիթահրթիռային համալիրի տեղակայման մասին։ Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Անկարան մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և պարզաբանումներ պահանջել երկրի օդային տարածքի խախտման համար։ Չնայած Անկարայի անկեղծ նախազգուշացումներին շարունակվում են ծայրահեղ սխալ և սադրիչ քայլերը, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունն այլ երկրների հետ, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, խոսելով երկրի տարածքում բալիստիկ հրթիռի հարվածի մասին։ Հրթիռի ընկնելուց հետո Իրանը նախազգուշացվել է։ Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ 60,000 զինվորական պաշտպանում է Թուրքիայի սահմանը և երկիրը պատրաստ է հետ մղել ցանկացած սպառնալիք և պահպանել իր անվտանգությունը։ Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում, բոլոր պետական հաստատությունները մոբիլիզացվել են, նշել է Էրդողանը։ Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը հավելել է, որ Իրանի հետ սահմանի 3 մաքսակետերում որևէ խնդիր կամ ծանրաբեռնվածության ավելացում չկա։ Անկարան հետևելու է իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ, ասել է Էրդողանը։ Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, Անկարան անօրինական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն դատապարտում է նաև Թեհրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։ Թուրքիայի օդային տարածքի խախտումն էլ երբեք չի կարող արդարացվել։ Անկարան ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի, հավելել է Էրդողանը։ Մասուդ Փեզեշքյանը վստահեցրել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռներն Իրանից չեն արձակվել։ Նա խոստացել է, որ իրանական կողմը հետաքննություն կանցկացնի։ Էրդողանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օգնելու դեէսկալացիայի գործում։
Հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները, քննարկել բալիստիկ հրթիռների հետ կապված միջադեպերը։ Հական Ֆիդանը հայտարարել է, որ նման գործողություններն անընդունելի են և որ Անկարան շարունակելու է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել իր օդային տարածքը պաշտպանելու համար։ Նա նաև կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ստեղծել խաղաղ բնակիչների համար։ Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից և խոստացել է տեղի ունեցածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Թուրքիայում սկսվել է Ստամբուլի պաշտոնանկ եղած քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը։ Նիստերը տեղի կունենան շաբաթական 4 անգամ։ Նրան սպառնում է 849-ից 2430 տարվա ազատազրկում։ Դատախազությունը քաղաքական գործչին մեղադրում է կոռուպցիայի և հանցավոր խմբավորում ղեկավարելու համար։ Իմամօղլուն ձերբակալվել էր անցած տարվա մարտին, 2028 թվականի նախագահական ընտրությունների ծրագրերի մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել ընդդիմության ազդեցության աճի ֆոնին, երբ լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ամբողջ երկրում։ Իմամօղլուի գործով ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 407 անձի, որոնցից 105-ը գտնվում են նախնական կալանքի տակ։ Բաքրքյոյի գլխավոր դատախազությունն էլ հետաքննություն է սկսել Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելի նկատմամբ Ստամբուլի քաղաքապետարանի գործը քննող դատարանի կազմին վիրավորելու մեղադրանքով։ Իրանում պատերազմը շուտով կարող է ավարտվել, հաղթանակը մոտ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Իսլամական Հանրապետության ռազմական պաշարները սպառվում են։ Մենք կարճ շրջագայություն նախաձեռնեցինք, քանի որ պետք էր ազատվել չարիքից, եւ կտեսնեք, որ շրջագայությունը շատ կարճ կլինի։ Մենք արդեն շատ առումներով հաղթել ենք, բայց դա դեռ բավական չէ։ Վճռական ենք հասնելու հաղթանակի մեկ ընդմիշտ։ Նրանց հրթիռների մեծ մասը անօդաչու թռչող սարքերը չեզոքացվել են, հարվածել ենք նաեւ դրանց արտադրամասերին։ Պատերազմը շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ։ Մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Իրանը զրկվել է նաև երկրի ղեկավարությունից, իսկ նորանշանակ հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին նրա խոսքով ոչ ոք չի էլ լսել։ ԱՄՆ նախագահը կրկնել է, հիմա էլ ցանկանում է օգնել իրանցի ժողովրդին, սակայն Սպիտակ տան ղեկավարի ձևակերպմամբ նրանք ագրեսիվ պահվածք են դրսևորել։ Դոնալդ Թրամփի խոսքով ռազմական գործողությունների ընթացքում հարվածել են իրանական հազարավոր թիրախների, սակայն որոշները թողել են հետոյի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան գործողության նպատակն է ոչնչացնել հրթիռներ արձակելու կարողությունները։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, փորձելով ողջ աշխարհը պահել պատանդի կարգավիճակում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի տարանցումը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի։ Կոչնչացվեն այն թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը որպես պետություն։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մտադիր են ապահովել Հորմուզի նեղուցով անցման անվտանգությունը։ Նրա խոսքով կչեղարկվեն մի շարք երկրների նավթային ոլորտի վրա սահմանված որոշ պատժամիջոցներ, կանխելու գնաճը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին, նշել Իրանը ինքը կորոշի, թե երբ պետք է ավարտվի պատերազմը։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է իրանական կողմը թույլ չի տա տարածաշրջանում նավթի տարանցումը, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն։ Միևնույն ժամանակ նշվել է, որ ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը պաշտոնապես իր տարածքից կհեռացնի Իսրայելի և Միացյալ Նահանգների դեսպաններին, կստանա լիակատար ազատություն և Հորմուզի նեղուցով անարգել անցնելու իրավունք։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, Իրանը շարունակելու է հրթիռային հարվածները այնքան, որքան անհրաժեշտ է։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները այլևս օրակարգում չեն, մենք ամերիկացիների հետ շփվելու դառը փորձ ունենք։ ԱՄՆ-ն և Իսրայելը չկարողացան հասնել Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմի առաջին օրերին, այժմ նրանց գործողությունները աննպատակ են։ Միևնույն ժամանակ Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչությունից նշել են հնարավոր հրադադարի պայմանները։ Հրադադարի առաջին պայմանը հետագա հարձակումների դադարեցումն է։ Մի քանի երկիր, այդ թվում Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրադադարի հարցով կապ են հաստատել Թեհրանի հետ։ Սակայն Իրանը չի գնա այնպիսի հրադադարի, որը օրինակ 6 ամիս անց կխախտվի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նա դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա իրականացված հրթիռային հարձակումը եւ իր զորակցությունն է հայտնել թուրք ժողովրդին։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին դիրքորոշման համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւս դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը, նշել դրանք լուրջ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար։ Ադրբեջանը վճռականորեն կանգնած է Թուրքիայի կողքին, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Ադրբեջանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մոջթաբա Խամենեիին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Իլհամ Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Ադրբեջանի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկու երկրի միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, փոխադարձ հարգանքի եւ վստահության ոգով։ Միաժամանակ Ադրբեջանը շուրջ 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրանին, հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Ուղարկված օգնությունը ներառում է ալյուր, բրինձ, շաքար, ջուր, թեյ եւ դեղորայք։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ։ Քննարկվել է Մերձավոր Արևելքում աճող ռազմական էսկալացիան։ Դաութին մտահոգություն է հայտնել Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակման կապակցությամբ եւ ընդգծել Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների անթույլատրելիությունը։ Բայրամովն էլ նշել է, որ Բաքուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության արդիական հարցերի շուրջ։ Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի արտգործնախարարի հետ։ Յոհան Վադեֆուլը դատապարտել է Ադրբեջանի վրա ԱԹՍ-ների հարձակումները։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի սահմանադրության մեջ փոփոխությունները։ Փաստաթուղթը նախատեսում է ինքնավար հանրապետության սահմանադրության մեջ մտցնել երկու նոր հոդված, փոփոխություններ կատարել մի շարք այլ հոդվածներում եւ նախաբանում։ Սահմանադրության նախկին խմբագրության մեջ նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերն ամրագրվել են 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով։ Նոր խմբագրությունում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։